կա կազմակերպիչները բազմիցս լսում աջողում բազմիցս հնարավորություն ունենացալ ինձ հետ հանդիպելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ իրանց հետ։ Ներկայացությունից դուրս 5 հոգով, 10 հոգով մանրամասը ներկայացրել իրավիճակը։ Իրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Ներկայացվել է թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նահապետ հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով դեռ 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործություն ա գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ ա կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել է նաև պետական պաշտոնյաներ, ներդրումային հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ։ Վերջերս մենք նաև տեղեկատվական շտաբով տեղեկատվություն ենք տարածել այս ամենիչի մասին եւ հորդորել ենք նորից իրավապահ համակարգին ակտիվացնել գործողությունները այդ նպատակով։ Ես լավ տեղյակ եմ ձեր կողմից ներկայացված պահանջին։ Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իմ միանալը, ես համարում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, սա քաղաքացիական ակցիա է, եւ ես միայն ողջունում եմ, եթե հանրային ճնշում լինի ձեր կողմից իրավապահ համակարգին այս հարցերին իրավական լուծում տալու համար։ Ինչքան ես հասկանում եմ, ձեր կողմից չկա տրամադրություն այս հարցերը լուծել փողոցային հաշվեհարդարի տեսքով։ Նահապետ, մի րոպե։ Եվ նահապետ, դու եւ քո ընկերները հնարավորություն եք ունեցել իմ հետ հանդիպելու։ Ձեր կողմից եղել է առաջարկ ստեղծել հասարակական կազմակերպություն եւ խնդրել եք ինձ, որպեսզի ձեզ լիազորեմ այդ հարցերով զբաղվելու համար։ Ես այդ համաձայնություն ձեզ տվել եմ եւ օգնել ենք ձեզ հասարակական կազմակերպություն գրանցելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Ասել է կա խնդիր տրանսպորտային միջոցի, նաև տրանսպորտային միջոց ենք տրամադրել, որ դուք զբաղվեք այդ հարցերով։ Այդ լիազորագրի հետևից որևիցե մեկը չի եկել։ Եվ այսօր կազմակերպել այս ակցիան եւ ասել, որ որևիցե աշխատանք չի իրականացում մեր կողմից, դա արդար չի։ Որևիցե մեկը, ով ցանկություն է հայտնել հանդիպել Արցախի նախագահի հետ, այդ հնարավորությունը ունեցել է։ Ես ինձ թվում է սպառիչ ձեր հարցերին պատասխանեցի կապված ձեր կողմից բարձրացված հարցերի թալանի վերադարձի հետ։ Հաջորդը, եւ դուք շեշտում եք, որ կամ մեզ առաջնորդի, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը։ Արցախի սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո։ Եվ այդ ձեր նշած անձը կարող է դիմել ազգային ժողով եւ համապատասխան ձևով գրանցվել է որպես հնարավոր տեխնացու ներկայանալ։ Ինչ վերաբերում է առաջնորդությանը, առաջնորդությունը չի լինում միայն փողոցային։ Եթե այդպես լինի, ցանկացած հաղորդավար կլինի առաջնորդ։ Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը։ Եվ այսօր այս ժողովուրդ այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից
ժողովրդի դուրս բերելու համար գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Դուք շատ լավ տեղյակ եք դրա մասին։ Ու մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ թույլ տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից։ Ես պատրաստ եմ ցանկացած ձեր հարցին պատասխանել։ Ժողովուրդ մի րոպե արդեն։ Ժողովուրդ թվարական տարբերակով։ Որևիցե մեկին այստեղ ես այդպիսի բան չի եղել, որ ես չընդունեմ, չլսեմ, չփորձեմ հասկանալ կամ օգնել մեր իրավասության սահմաններում։ Այսօրվա մեր իրավիճակում։ Խնդրեմ։ Բոլորը հնարավորություն են ունեցել ձեր հետ հանդիպել եւ իմաստը այս հավաքի։ Ուրեմն ասեմ, քանի որ այն հարցերը, որ մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք, չնայած որոշ պատասխաններ եղել է, բայց բավարար չի, այդ հարցերը հուզում է գրեթե բոլոր արցախցիներին։ Հնարավոր չի 5-5 կանգ ձեր հետ խոսենք եւ լինելով այն պաշտոնին, որ դուք եք, դա ձեր ուղղակի ուղիղ պարտականությունն է բարբերաբար ժողովրդի հետ ժողովուրդ հանդես գալ եւ ժողովրդին հուզող հարցերի պատասխանը տալ ու պատասխանը տալ հրապարակային, որ այդ էսենց մի խնդիր կա։ Ձեզնից են ուզում աբիջապես լսել, որ 5 հոգի մտնեն ձեր հետ խոսան, դուրս գան ասեն Շախրամանյանը սենց է ասել, դա այն չի, մարդիկ ուզում են անմիջապես ձեզնից պատասխան լսել եւ այս հավաքի իմաստը սրանումն է, քանի որ դուք շատ ուշ եք եթերներով հանդես գալի։ Ոչ մի բան չկա, եթե խաղաղ ոնց տեսնում եք, եթե վաղտին դուրս գայիք ավելի հանգիստ կներ ամեն ինչ։ Ինչ վերաբերվում է պայքարին, ասում եք պայքարը մեն, բայց պայքարը չի նշանակում, որ պետք է փողոցով գամ ձեր հետ քայլեմ։ Մենք չենք ասում փողոցով եկեք քայլեք։ Մեզ խնդիր ունենք, ձեզ բոլորիդ հայտնի, որ կապված այդ սոցիալական վճարումների դադարեցման մասով արցախցիների մի զգալի հատված ծանր սոցիալական պայմաններում է հայտնում վիճակում։ Հիմա հարց, ձեր կոնկրետ անելիքը դրա համար, որպեսզի ժողովրդին այդ վիճակից դուրս հանեք։ Խնդրում ենք ողջամիտ ու տրամաբանական պատասխան։ Դեռ այսքանը։ Ուրեմն ինչ վերաբերում է ծանր սոցիալական իրավիճակը։ Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է Հայաստանի կառավարությունը։ Մենք որևիցե հնարավորություն ազդելու այդ որոշումների վրա մշակելու, հաստատելու չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծայրահեղ ծանր։ Եվ դադարեցնելով այս 50,000-ականները նաև հայտնվելով են փողոցներում։ Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջի հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել եւ կոորդինացնում ենք մեր աշխատանքները։ Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունը ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը, որ մենք, այո, ունենք այդ խնդիրը սոցիալական հարցերը մեր ժողովրդին լուծելու, բայց հնարավորությունը չունենք։ Դա ես մեր ժողովրդի առաջ եմ ասում։ Եվ մի հարց է, ինչ վերաբերվում է կողքի տեսնում կաղնած Յուրան, նա համբերց սպասում ավեր պատասխանը։ Մի րոպե, ես ուզում նաև Յուրայի այս վերջի 2 օր առաջ հանրահավաքի ընթացքում ստեղ փոքր հնչեցրած թեզերին հանրադառնամ։ Նախ ճիշտ կլինի Յուրա, շատ լավ եք իրոք ճանաչում։ Ես էլ եմ քեզ շատ լավ ճանաչում։ Հիմա մեր ժողովրդի կողմից մի րոպե Արտուր, մի րոպե։ Ես ուզում մեր ժողովուրդն էլ տեղյակ լինի։ Այսօր ներդրումային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը այստեղ վեր հավաքին գրում կարող է $500,000 պարտք ունենաք։ Ես ուզում չեմ մանրամասը անդրադառնամ, բայց դուք իմացեք։ Եվ եթե խոսում եք Թալանի մասին, հենց դուք պիտի լինիք արդար։ Ես դրա կողմնակիցն եմ։ Մի րոպե։ Այսքանը, եթե կա անհրաժեշտություն, առանձին էլ կարեմ ձեզ բացատրեմ։ Հաջորդ հարցը լսում։
Եկա, պարոն Շահրամանյան, մի սեկունդ։ Այ ասում եք, փաստորեն, դուք ասում եք, որ ինչ հնարավոր անել, արել եք, արդյունք չկա, խոշոր հաշվով ու ինչ-որ սպասել նոր անելիքներ չկա։ Բայց ասում եք, հանրային ճնշումով փորձեք այդ թալանածը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս գնացել են դատախազություն այդ գործերով, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար մենք հրապարակային այդ հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ ենք որոշում, դատախազության առջև մենք կանգնում դուք մտեք, ողջ ընդունենք, իմանանք, որ արել եք, չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդը ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ թալանածը ոնց դատաիրավական պրոցես արագացնենք, որ մարդիկ աղետում չհայտնվեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասում եք, ստեղ հավաքվածների, չգիտեմ ում գումարային $5 միլիոն, հավատացեք, հիմնադրամում այնպիսի գումարներ յուրացվեն, որ $5 միլիոն այսքանի մեջի բաժանած, դասկի սովորական մարդիկ են երևի մեկը մի 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վարկավեցել։ Մենք խոսում ենք, պարոն Շահրամանյան, դուք եք տեղյակ եք, նամանավանդ 2 տարի ԱԱՑ-ի պետ եք եղել Արցախում, ու Արցախը գիտենք, տելեկոմով, ոսկյանքով, ողոց է թալանվել, որոշ վերնախավով, մի բան էլ չեք արել, բայց փողեք մի կողմ եք։ Հիմա այս վիճակումն ենք, որ հիմա ենք հայտնել։ Դա կարիքը, միասին գնում ենք, դուք մտնում եք, ձեզ կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպեսզի լինի, չի ստացվել, ձեր հարցերը չունեք։ Երկես հասկացում, եթե դուք գտնում եք, որ ներկայացնում եք ժողովրդին, մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց, ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ, ներկայանալ դատախազություն, ներկայանալ քննչական կոմիտեի, նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք եւ ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման նաև կազմակերպիչների հետ ես 3-4 օրը խոսացել եմ հեռախոսով։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան, մենք հարցերը քննարկենք, ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտ ձեր ներկայությամբ, դուք ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Արեք երկուշաբթի օրվա պայմանավորվել, բոլորս միասին, ձեր հետ միասին դատախազության առջև մի ժամ այնտեղ էլ արդեն հավաքվենք գործերը առաջ տանք։ Ինձ ուղարկեք ձեր կողմից այն մարդկանց ցանկը, ովքեր պատրաստ է հանդիպելու եւ ներկայացնելու հարցեր։ Մարդիկ կսպասեն, դուք մտեք, իրանց փոխանցեք այն հարցը, որ մեզ ա ուզում, ու դուք ասում եք, եթե հավաքվեք խնդիրը, այսքանի օգուտ չի, հանրայինը, ես համոզված եմ, որ դուք չեք գիտեք, որ այս հարցը, որ բարձրացրել եք, մեծամասնության շահերի համար է եւ մեծամասնության հետաքրքրում է, բոլորին ունեն սոցիալ խնդիրներ։ Ուզում եմ ասել, սա այս պահը, որ սա Արցախի մեծամասնությանն է վերաբերում եւ իրանց խնդիրն է։ Սա ընդունենք որպես փաստ։ Մնացածն էլ արդեն ձեր ուղղակի պարտավորվածությունը ու պարտականությունն է լինելով այն պաշտոնի, որին որ դուք կաք։ Ինչ վերաբերում այն պարտականություններին, ես շատ լավ գիտեմ ինչ այն պարտականությունները։ Իմ խոսքը դրա մասին է, ովքեր են պատրաստ, ես այդ հարցը կբարձրացնեմ, եթե կընդունենք, կընդունենք։ Իմ հետ միասին մտեք եւ ժողովրդին ներկայացրեք։ Այս հանրահավաքի ակտիվիստներից մեկն էլ դու ես։ Մտնենք, լսի եւ ներկայացրող ձեր պահանջները։